ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ-որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ-որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք այս խորհրդարանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, Սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, եսին որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի։ Եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։